որ կարող է խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք չմնանք էլի բարդություններին։ Ինչու է ձերբակալվել համացանցից հայտնի Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը։ Մոսկվա ընտրությունների։ Մենակ եք եկել։ Չէ, ընտանիքով, բոլորով։ Եկել ենք ընտրենք 207-ին հետ ենք վերադառնում։ Ին օրը։ Անպայման։ Մի քանի օր շարունակ համացանցում պտտվում էր մի հոլովակ, որտեղ ընտրությունների առիթով Երևան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը եւ նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ Երեխեքի հետ ենք չմնանք էլի բարդություններին։ Մի քանի օր այս խոսքերը պտտվելուց հետո հայտնի դարձավ, որ երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակայանում նրան հայրենի իրավապահները ձերբակալել են։ Ձերբակալման մանրամասների մասով Արմդու լրատվականը զրուցեց Հովհաննեսի ընկեր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Երեկոյան ժամը 10-11-ի հատվածում զանգեցին գրառման ժամին, ճիշտ։ Զանգեցին օդանավակայանից, ասաց, որ ինձ բանում ձերբակալում եմ այստեղ։ Ազնագրային կոնտրոլը անցնելու ժամանակ առանձնացրել են առանց սենյակ եւ ապա պետք է սպասի ոստիկանության աշխատակիցների ժամանելին։ Երկար սպասել է, հետո շատ երկար ժամանակ օդանավակայան ինչու հարակից շենքում են պահել, այնտեղ չգիտեմ ինչու վարչություն կա թե ինչ կա։ Սերը ուժամի տարել Աբովյանի ԶՊՎ։ Հիմա գիտենք, որ այսօր ժամը 3-ին քննչական գործողություններ են լինելու Մազմանյան 5-ից քննչական կոմիտեի սահմանադրական կարգի պահպանման վարչությունն է։ Այդտեղ լինելու են քննչական գործողություններ, մեր տեղեկությունները այս պահին մեղադրվում է իմ ասեմ, որ հոդվածով 423 գետ մեկ հոդվածով, որը տեղեկություն իմանալ չհայտել։ Բայց մարդը ենթադրում է, որ կարող է բարդություններ լինել, պարոն Շահնազարյան, այսինքն ընդամենը արտահայտություն է հնչեցում, որ կարող է բարդություններ լինեն, եկել են քվեարկեն, գնան, երեխաները չմնան, այսինքն այս մեկ արտահայտության համար ձերբակալել։ Ես մեկ էլ ուզում եմ ինքը Հայաստանը ժամանել ոչ թե քվեարկությանը մասնակցելու համար, այլ որտեղ իր մայրիկի 83-ամյակն է։ Ձեր կին է մայրը հիվանդ, ինքը ամեն ամիս վառացիորեն մի քանի անգամ է Հայաստան գալիս գնում։ Թե այնպես չի, որ հենց դրա համար եկել է քվեարկության եւ գնալու։ Բայց հարցազրույցի մեջ հենց այդպես է, էլի ասում, եկել եմ քվեարկեմ գնամ։ Հարցազրույցի մեջ այդպես է ասում, որովհետեւ հեգնում է։ Ինքը գիտե ինչի համար են մոտեցել լրագրողները։ Մենք դրա մասին հետ նախապես էլ խոսելու շատ առիթներ ունեցել ենք, որ ասում է դրսի հայերին այս իշխանությունները վերաբերվում են զուտ որպես բան, որ եկան քվեարկեն ու գնան։ Ու երբ որ իրան այդ հարցադրումը տվել են, ինքը զուտ հեգնում էր, այսինքն ասել է բառացիորեն այն, ինչը որ իշխանական քարոզչությունը այս ինչքան ժամանակ տարածում է հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։ Որտեղ ինքը ոչ գնացող էր, ոչ էլ հենց դրա համար եկել էր, էլի։ Ուղղակի այո, էությամբ այդպես է իմպուլսիվ է ինքը, խոսքը լավ չի ընկալվել միանշանակ, ոչ է դիմության շրջանում, ոչ իշխանության։ Ես ինքս էլ իրեն քննադատել եմ, այդպես ինչի է այսպես խոսում։ Դա հիմա մարդը վիրավորված է, որ իրանց ընդհանրապես այդպես էլ ընկալում, դրա համար էլ կրկնել է բառաճորեն իշխանության քարոզչական թեզերը։ Եթե որ դե այդ եք ուզում լսեք ինձանից, դե հիմա դա էլ լսեք։ Պատորապես այս սկզբունքով առաջնորդելով։ Բայց դա ըստ էության իր համար ավելի վատ հետևանքներ է, էլի, պարոն Շահնազարյան ունեցել փաստացի։ Միանշանակ մարդը հիմա ձերբակալված է, չգիտենք ինչ կլինի։ Ես մեկ հստակեցնող հարց, ինքը արդեն վերադառնալուց են իրեն ձերբակալում, թե հենց օդանավականում այդ օրը հաճախ չէ, ինքը 2-3 օր էստեղ էր։ Ինքը այնպես չի, ինքը ընտրության օրը չի եկել, ինքը նախապես է եկել։ Իսկ մեկ Կլոմեջ 3 երեկոյան, այո, 3 երեկոյան եմ բռնել, երբ որ պետք է մեկներ արդեն Հայաստանից։ Ինչ սպասելիքներ կա, պարոն Շահնազարյան, այդտեղից հետո ընտանիքի անդամների հետ կապ հաստատել եք, հա, ընտանիքի անդամները շարունակում են մնալ։ Գիտն է, երեխաները չկան, երեխաները տարիքով մեծ են, նրանք էլ երեխաներ ունեն եւ Հայաստանում էլ չեն բնակվում, Միացյալ Նահանգներում են բնակվում իր զավակները։ Պես որ ասում երեխաները մեկը չգիտեմ ում նկատի ուներ, բայց կինը այստեղ է, այսօր ժամը 3-ին կլինի Մազմանյան 5-ին, եսեք կլինեմ այնտեղ, տեսնենք ինչ, քաղաքական կարիքները ամենաբան, ես հասկանում եմ, որ
այս իշխանությունները շոուներ են փորձում սարքել, երթական շոուների process-ն է, որ գնում է, փորձում են այդպիսով Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ իրենց ունեցած այդ ատելությունը ասեմ, թե ինչ ասեմ, դրա դրսևորումն է ընդամենը, որտեղ եթե զուտ իրավական տեսակետից նայեն կամ հանցակազմի արկայության որևէ բան չի ասել, ինձ է դուր չի եկել նման գնահատական է, չնայած ես լավ ճանաչելով հասկանում եմ, որ հեգնում է, ոչ միայն ես եմ լավ ճանաչում, ինքը մարդը երկար տարիներ ինչ ասեք արել է Հայաստանում, ինքը բան չի, քվեարկող փախչող չի, հակառակը բարերար է եւ բանակի սպառազինությանը ավելացնելու տարիների փորձ ունի, ինչի համար պատվոգրել մեդալ անգամ բներից ստացած շնորհակալներ ունի եւ ներդրում է ունեցել օրինակ զինվորի տան կայացման գործում ֆինանսական ներդրումների արվում են։ Մարդը բարերար էլի, այսինքն եւ Ադրբեջանի դեմ քարոզչության աշխատանքների մեծ ներդրումներ արել, բազմաթիվ գրքեր է աջակցել, որպեսզի հրապարակվեն։ Աշակերտներին դպրոցական տավուշի մարզում զբաղվածություն ստեղծել, չգիտեմ, այնտեղ հրաձգության մասնություններ անցկացնել, սպարքեվատրումներ անել։ Իր ամեն բառան պարամետրերով մտնում է այս իշխանության չսիրած կատեգորիաների մեջ։ Դա հիմա այդ մի արտահայտության համար ձերբակալել էսի նորություն չի, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է, ինչ ասես, այդպիսին է հիմա։ Իսկ տեղեկություններ ունեք խափանման հետ կապված, այսինքն միջնորդում են կանոնավորել, թե ոչ, պարոն Շահնազարյան։ Ժամը մինչ այդ ոչինչ տեղեկ չենք։ Տեղեկացնենք, որ ամրու լրատվականի հարցման ի պատասխան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն ՀՍՆ ըստ նախնական տվյալների տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, հանցագործության մասին չհայտնելը իրավապահներին չի հայտնել։ Այսինքն, երբ քաղաքացին ասում է շուտ հետ ենք գնալու, կարող է վիճակը խառնվի, սա քննչականից համարել են հանցանք, ձերբակալել են քաղաքացուն։ Նրանով զբաղվում է կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Սա շատ նման է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործին, երբ ասաց մենք մեր ձևով կաջակցենք եկեղեցուն։ Կալանավորված է մոտ 10 ամիս։